Ամենայն հարգանքով բոլոր կերակրող կանանց, հայրենական պատերազմի վետերանների, վաստակավոր մանկավարժների, գոհարների, ռոզալյաների հանդեպ և հարգելով նրանց բոլորի անմեղության կանխավարկածն այդուհանդերձ ուզում ենք մի դիտարկում անել։ Տիկնայք սիրասուն, հատկապես գոհարներ։ Եթե որոշել եք ինչ-որ մեկի ծննդյան տոնի առթիվ նվեր մատուցել, դիցուք միքսեր, բլենդեր, էպիլատոր, տելևիզոր, փող կամ էլ Պոլե Չուդեսի Յակուբովիչի պես ավտոմոբիլ, ապա նվիրելիքը մատուցեք ճիշտ ժամանակին։ Ցանկալի է հոբելյարի ծննդյան օրը, քարը տրաքի մի քանի օր ուշացումով, բայց ոչ երբեք 9 ամիս անց։ Մարդ ես կարող է պատահի ձեր բարեգործական ժեստը ուշացած նվերը նվիրելու ժամկետը համընկնի նախընտրական շրջանի հետ, երբ օրենքով արգելված է բարեգործությունը դրանից բխող քրեաիրավական հետևանքներով։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդմանը վստահ ենք մեր հետևորդները տեղյակ են։ Լսել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Գոհար Աշոտովնա Ղումաշյանը հեռախոսազանգի միջոցով գումար է խոստանում ինչ-որ քաղաքացու նրա կողմից ակնկալված տելևիզորի փոխարեն։ Հետո շնորհակալական զանգ է ստանում քաղաքացու կողմից ստանալիքը ստացած լինելու համար։ Մեկ այլ Մարգահովիտում 200 աշխատատեղով կարի ֆաբրիկա ունեցող քաղաքացու էլ, որը ակնկալում է զակազներ ստանալ, ի պատասխան տիկին Ղումաշյանն առաջարկում է քաղաքացու կոնտակտը փոխանցել իր աշխատակցին, որը զբաղվում է այդ թեմայով խոստանալով։ Ինքը կզանգահարի, տեղում կգնահատեն արտադրամասը, հնարավորությունները կհասկանան և կհամագործակցեն։ Ինչու ենք այս աղմկահարույց ինցիդենտի մանրամասներին նորից անդրադառնում։ Քանի որ Գոհար Ղումաշյանը 3 ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում փորձում էր սվաղել իրեն վերագրվող արարքը, ընդհուպ զավեշտի հասնող պարզաբանումներ տալով։ Բազմիցս խոսել եմ, հիմա եւս կասեմ, ես հեռախոսազրույց եմ ունեցել հայրենական մեծ պատերազմի վետերան, վաստակավոր ուսուցչուհի Ռոզալիա Աբգարյանի հետ, որի 103-ամյակը լրացել է անցյալ տարվա հունիսի 17-ին։ Այդ օրը ես եղել եմ Սամվել Կարապետյանի տան բակում, որովհետև հենց այդ օրը Սամվել Կարապետյանը ապօրինի ձերբակալվեց, եւ դրանից հետո ես տիկին Ռոզալիային չեմ տեսել, քանի որ ինքը առողջական խնդիրներ ուներ, եղել է հիվանդանոցում, տարել է 2 ոտքի ծանր վիրահատություն եւ շատ վատ առողջ է եղել։ Դրանից հետո անցել է բավականին երկար ժամանակ, մոտ 6-7 ամիս, հետո փետրվար ամսին ես երեխա եմ ունեցել, ուզեցել եմ արդեն կանանց 1 ամսյակի շրջանակներում իմ վաղուց խոստացած նվերը մատուցեմ տիկին Ռոզալիային, բայց քանի որ մենք այս ընտրական գործընթացի շրջանակներում ամեն քայլը համաձայնեցնում ենք մեր իրավաբանների հետ, ես խորհրդակցեցի եւ իրենք ինձ խորհուրդ չտվեցին։ Չնայած նրան, որ այո, ես խոստացել եմ, որ հեռուստացույց եմ նվիրելու, այո, հեռախոսազանգի մեջ ասել եմ, որ եթե հեռուստացույցի կարիք չունի, դրա փոխարեն գումար կարող եմ իրեն նվիրել, բայց իրավաբանները ինձ դա թույլ չեն տվել անել, եւ ես այցելել եմ տիկին Ռոզալիայի տուն եւ գնացել եմ միայն քաղցրավենիքով։ Իսկ հիմա առաջարկում եմ լսել, թե ինչ էր ասում Գոհար Աշոտովնան աղմուկ հանած ձայնագրության մեջ։ Դե տնավարի խոսակցություն ունենալով տելևիզորը փողով փոխարինելու մասին, վերջում խնդրում է, որ փողը ստացողը պարզվեց Ռոզալիա Աբգարյանը, ստե չասի հանկարծ։ Գոհար Աշոտովնան, ես նոր մտածեցի։ Տելևիզորը ունել ինչ անեմ, դրա տեղը փող կարած փողով օգնել։ Ինչ անեմ։ Հա, դրա տեղը փողով, ինքը տելևիզորն ինչ անում, մեր տունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա, ենքան ուրախանավոր։ Դեսո, բայց Սիմոն Նիկոլաևիչ չասի հանկարծ։ Դե լավ, չէ, ոչ մեկը, 3 շաբթի օրը ուրեմն մենք հանդիպենք։ Ստե չասի հանկարծ։
Ինչու՞։ Եթե Տիկին Ղումաշյանը իր խոստացած, բայց ուշացած նվերներ նվիրում Տիկին Ռոզալիային, ապա ինչու էր ուզում, որ այդ նվերը գաղտնի ծածուկ մնա, դրա մասին ստե ընդե չասվի հանկարծ։ Արդյոք այն պատճառով, որ այո, Տիկին Ղումաշյանը գիտակցում էր, որ օրենքով արգելված գործողություն է անում, խախտում է բարեգործության արգելքի մասին օրենքի կարգավորումը, հետևապես չի ուզում, որ կոլխոզում այդ մասին իմանան։ Կոլխոզում Ոչ մի քննադատության չի դիմանում Տիկին Ղումաշյանի այն դիտարկումը, թե հունիսի 17-ին Ռոզալիա Աբգարյանի տարեդարձի օրը չի կարողացել նվերը մատուցել, քանի որ այդ օրը եղել է Սամվել Կարապետյանի տան բակում, դրանից հետո էլ 2026 թվականի փետրվարին երեխա է ունեցել, նրա խնամքով զբաղվել ու այդ ու մի քանի այլ հանգամանքների բերումով փաստորեն չի կարողացել ուշացած նվերը փոխանցել, բերել հասցրել է մինչև նախընտրական շրջան։ Նկատենք Տիկին Ղումաշյանը չնայած քաղաքական ու հասարակական բուռն զբաղվածությանը հունիսից մինչև մարտ ընկած ժամանակահատվածը մի քանի պատեհ առիթ ունեցել է ուշացած նվերը վաստակավոր մանկավարժին փոխանցելու համար։ Ասենք դա կարող էր անել գիտելիքի օրը սեպտեմբերի 1-ին, անկախության օրը սեպտեմբերի 21-ին, ուսուցչի օրը հոկտեմբերի 5-ին կամ վերջի վերջո Ամանորին, Սուրբ Ծննդյան տոնին եւ նույնիսկ բանակի օրը հունվարի 28-ին։ Ինչ արած, հարմար չի գտել, չի նվիրել։ Ուժեղ Հայաստանում, ինչպես երևում է, ուժեղ են երկու հարցում։ Ենթադրյալ հանցանքը կատարել բռնվելուց հետո ինքզինքը ռետինե խողովակի շլանգի տեղ դնելու հարցում, մեկ էլ քնչական մարմիններին ու հանրությանը ապուշի տեղ դնելու հարցում։ Իդեպ Ռուսաստանի Դաշնությունում դպրոցն ավարտած, Հայաստանի հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, նույն համալսարանի ասպիրանտուրան ավարտած Գոհար Ղումաշյանը դիվանագիտական արարողակարգ եւ էթիկետ է դասավանդել նույն համալսարանում։ Ուզում ենք հասկանալ, մասնավորապես հանրությանն ու իրավապահներին հիմարի, ինչպես ասվում է մեկ այլ գործով գաղտնալսման մեջ խորը անասունի եւ կամ շունշանգյալի տեղ դնելն ու ֆռացնել փորձելը էթիկետի այդ թվում դիվանագիտական որ կանոնով է նախատեսվում, բայց այդպես էլ չենք կարողանում գլխի ընկնել։ Միայն թե խնդրում ենք այդ մասին ստե ընդե հանկարծ չասեք էլի, շատ եմ խնդրում, հատկապես կոլխոզներում, սովխոզներում, նախընտրական շտաբներում, մեկ էլ տարածքային գրասենյակներում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։